Դուք մեծ ահազանգեցիք, որ երեք երբ բողոքի ակցիա եք իրականացնում կառավարության շենքի դիմաց, ճնշումներ են եղել ձեր նկատմամբ։ Կխնդրեմ դուք ներկայացնեք, ինչ ճնշումներ են եղել, ում կողմից են եղել, որ ոստիկանությունը եկել էր ձեր բնակարաններ, խուզարկություն է իրականացրել։ Նախ առաջինը ասեմ, ես այդ խաղաղ ցույցը որ կա, որ մենք պահանջում ենք, ելի եմ ասեմ, նորից երկրորդ երևի 100 անգամ ասել եմ լրագրողներին, հարգելի լրագրողներին, ես ելի եմ ասեմ, ես նայել եմ եթերով, որ հավաքվում են ինքնաբուխ, ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, որը որ տուժած եմ հանդիսանում հարկադիրի, բանկերի, տոշտուգանքների համար, ես ելել եմ ինքս ու մասնակցում եմ ու մասնակցել եմ ինձի ոչ մի ոստիկան չի կարող խանգարի, ով ուզում է լինի Կարան երկրի վարչապետին էլ փոխանցեմ, որ ես ոչ մեկից ոչ վախենում եմ, ոչ էլ ինչ-որ մեկից վախենալու ունեմ։ Եթե այդքան շատ մտածում են մեր մասին, թող բերեն մեր բանկերն ու տուժտուգանքներն ու հարկադիրները փակեն։ Կարճ կոնկրետ, կարակ պարոն վարչապետ, ձեզ եմ դիմեմ, դուք ասում եք, որ ժողովուրդը տուգանքի մածել չի, բայց բաները հարկադիրները մեր բգին չոքել են, չեն կարող մենք այդ հարկադիրներից վերջացնենք։ Այսքան բան ենք, ձեզ ուղղակի խնդրանքս, որ մեր ակցիային միջնորդեք, մեր հարկադիրները հանեք, բանկերի տուժտուգանքները զրոյացնեք, այսքան բան ենք խնդրում, դե ուրիշ բան չենք ասում։ Թե չէ ոստիկանից կլինի, ոստիկանապետ կլինի, ես էլի եմ ասում, ես փախ էշմազից եմ անունս Օբոյա։ Կարեն հասցնել ինձանից լավ գիտեն իրան, կարան ես ոչ մի ոստիկանից չեմ վախենում, ով ուզում է գա, ես խաղաղ ցույց եմ անում, ոչ քաղաքականացնենք, ոչ բան, ասել ես խոսքես տվե վարչապետ, պետք է մեր ձեր խոսածածը անեք, մենք էլ երկրի մի մասնիկ ենք։